Հունիսի 22-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II եղբոր Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստը։ Դատարանն ավարտված համարեց ապացույցների հետազոտման փուլը և կողմերին առաջարկեց անցնել դատական վիճաբանությունների փուլին։ Հանրային մեղադրողները հանդես եկան ճառով, որտեղ արձանագրել էին, որ 2025 թվականի նոյեմբերին Վաղարշապատի ավագանու ընտրություններում Հանրապետություն կուսակցության քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի քարոզարշավը իբր խոչընդոտվել է Ոսկեհատ գյուղում։ Չնայած գործով վկա Գառնիկ Ղազարյանը դատարանում որևէ հիմնավորող փաստարկ չի ներկայացրել և հերքել է նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքը, որն ի դեպ տեղի է ունեցել Հանրապետություն կուսակցության թեկնածուի ուղեկցությամբ, այնուամենայնիվ հանրային մեղադրողն իր ճառում պահպանեց նախկին մեղադրական դիրքորոշումը։ Պաշտպանական խումբը դատական ճառով հանդես գալու համար դատարանից ժամանակ խնդրեց, ապա միջնորդություն ներկայացվեց Ներսիսյանների նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, հիմնավորմամբ, որ քանի որ ապացույցների հետազոտման փուլն ավարտվել է, բացակայում է որևէ հիմք ենթադրելու, թե նրանք կարող են որևէ կերպ ազդեցություն գործել դատավարության ընթացքի վրա։ Դատավոր Գևորգ Մանուկյանը մասամբ բավարարեց պաշտպանների միջնորդությունը, փոփոխելով տեղաշարժման սահմանափակումները։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 21-ին ժամը 16-ին։ Այդ օրը պաշտպանական կողմը հանդես կգա պաշտպանական ճառով։ Հիշեցնենք, որ Ներսիսյաններն արդեն 8 ամիս է, ինչ գտնվում են անազատության մեջ։ Պաշտպանական կողմը պարբերաբար հայտարարում է, որ քրեական հետապնդումն ունի քաղաքական ենթատեքստ և հանդիսանում է ամենայն հայոց կաթողիկոսի վրա ճնշում գործադրելու հերթական միջոց։ Լուսինե Բալյան, Գևորգ Ավագյան, Եկեղեցական կյանք։